Երբ որ իմ բժշկի հետ որոշում էինք, որ ճանապարհով ենք գնալու, ընդհանուր այսինքն խոսքը գնում էր անգամ դոնոր ձևաբջիջի մասին, ես շատ միամիտ հարց տվեցի, որ արդյոք լավ գիտությունը հասկանում եմ, որ բժշկությունը այսպես ինքը ասեց, այսինքն ոչ մի շանս չկա, ոչ մի տարբերակ չկա, ինքը ասեց, գիտես, ասեց, սենց շատ անտարբեր մի տեսակ հարցից պատասխանելով, նայելով ամբողջ ոնց որ հետազոտությունների պատկերին, ասեց, դե բժշկությունը իհարկե բացառում է, բայց դեպքեր լինում են։ Եվ շեշտը դրեց նրա վրա, որ կնոջ գլխուղեղի կեղևը երբեմն անբացատրելի ինչ որ հետևանքներ է ունենում, այդպես ասած, կնոջ ցանկությունը։ Միշտ կրկնում եմ, որ ես ամբողջ իմ հետազոտական process-ից լսեցի դա, որ ինձ պետք էր որ ես լսեի։ Եվ այո, դանս անկախ, այդպես ասած, անկախ բժշկության բոլոր ստեղծած իրավիճակից, ամեն դեպքում դանս ծնվեց բնական ճանապարհով, ամբողջությամբ բնական ճանապարհով։ Շտապում եմ արդեն որպես մասնագետ լսարանին ասել, որ սա եզակի դեպք է։ Սա եզակի, ես ինչի համար տիեզերքին շնորհակալ եմ, Աստծուն շնորհակալ եմ, բայց սա եզակի դեպք է, որովհետև իրոք չեմ կարող բացատրել ոնց։ Այսօր ասում եմ, որ հավանաբար արդեն ես պարզապես պետք է որ իմ տղան ծնվեր